Ջոզեֆ Սաբոբոն համար 17, որը նույնպես մտավ փոխարինման Երևանում եւ հրաշալի պահ ունեցավ։ Գրում է իմ Ալաշկերտը առաջինից Գրոպեի վտանգավոր է եւ քիչ եւ Եվս մեկ անգամ այս դրվագը Ֆարայոլայի արի եւ ինչի մասին է խոսքը, իհարկե սա ձեռքով խաղեր երկար փոխանցումով է սկսում Ալաշկերտի գրոհը, վատ չէր նկատել Մոմո Տուրեին գնում է առաջ Տուրեի եւ գոլ գնդակը դարպասում է Մոմո Տուրեին 4-րդ րոպեին բացում է հաշիվը Ալաշկերտը այսպես պատժեց նաև մրցավարին չնշանակած 11 մետրանոցի համար պաշտպանողական ֆուտբոլ կտեսնեն Ալաշկերտի կողմից ես պաշտպանողական ֆուտբոլ կրկնակի սխալ այստեղ իհարկե նախ պաշտպանը անհաջող խփեց գնդակին հետո Կոնովալովը անհաջող հեռացրեց գնդակը ոտքով եւ Տուրեին դիպելով գնդակը հայտնվում է Սամսոն Իչը վերջ գնաց Մոմո Տուրեն արկանի մատուցին կավ և լոգեն պահում է գնդակը թեև պատահականության շնորհիվ վարված և շքեղ գոլ է, ուղղակի շքեղ գոլ է խփում բարձրից փոխանցում ավարտվել գրոհը հարված և բարձրել տան գնդակ Ալբանդյան փոխանցում և շեղեթան շատ վտանգավոր է Մուրտազաև և Բեգլարյանը փրկում է Արսեն Բեգլարյանը արեց այն ինչ պետք է աներ Ալբանդյան շատ լավ էր Ալբանդյան արված Հանցում կգնային նրա պարակ ու նորից սեպական դարպաս յոթերով է կիրասնի Ալաշկերտ Հանցում հարված և բարձր Մտական հարված շատ լավ էր վտանգավոր է և փրկում է Կոնովալովը տեսեք ինչպես մամատուրային մտնելու Ժան-Ալի Փայրուզը և Իվան Սվիրիդովը վտանգավոր է և Կարեն Ալբանդյանը ևս մեկ շանս է կորցնում բայց խիստ անհրաժեշտություն այդ գոլի փնություն վտանգավոր է փոխանցում Բեգլարյանը Ռեստորվագի ամեն դեպքում և խլում է գնդակ Ալաշկերտը և Երկուսը մեկի դեմ են դուրս գալիս Ալաշկերտի ֆուտբոլիստները փոխանցումը ուր է փոխանցումը չի կարելի այսպես ուղղակի չեն ներվում այսպիսի սխալները Հիլոյանը միայնակ էր ուղղակի միայնակ ջերմ ողջույններ Մասումոյին Ալեքսանդր Սորլոտից հետո էլ կարող էինք տեսնել գրում է Ելիմայա Հարված, Փայրուզն էր, Պալասիո և բարձր են թանում գնդակը, բարեբախտ Վերջ, ավարտված է, հիմնական ժամանակը մեկ-մեկ այնպես ինչպես Երևանում թիմերը հաղթողին չպարզեցին և այս դիմակայությունը տեղափոխվում է լրացուցիչ ժամանակ ֆուտբոլիստին հեռվից արված և բռնիչներով Յուտի համար և 11 մետրանոց Հարցս իհարկե Յարոսլավ Մարտուշինն է Ինչ էր անելու այսպես թիկունքով դեպի դարպասը բնականաբար որովհետև ձախլիկ է և շատ հստակ է Իրացնում այս ստանդարտ Արվոյ Իլիչը 2-1 Ելիմային առաջ անցնում արշի մեջ Գրով կարող է ստացվել Ողոլապ Խանցում է կատարում Ֆարայոլան թողնում է գնդակը թիմակցին արվածում է դարպասին Կանգավոր է Սվիրիդով շեղ է արված 5.5 րոպե Բեգլարյան մեկ ձեռքով հեռացրեց գնդակը, Ելիմայի գրոհը չի ավարտվել, ևս մեկ արված Բեգլարյանը տեղում է և Ելիմայի ևս մեկ հակագրոհ Սվիրիդով
Սվիրիդով, Սոտո, շատ լավ դարձար պայեց և ներեց դատարկ դարպասը որոշեց միայնակ ամեն ինչ անել ու վրիպեց, այն էլ ինչպես վրիպեց։ Իլոյան, միգուցե պատժել է պետք, ինչ-որ կեր բոլորը հիմա պետք է գնան այնտեղ, Պարայոլա, փոխանցում, Էջիկե, հետ փոխանցում և գոլ գնդակը այդտվում է դարպասում, սա ուղղակի երաշկ է, վերջին վայրկյաններին Ալաշկերտը կարողանում է հավասարեցնել հաշիվը 2-2 և 11 մետրանոց հարվածաշար ենք տեսնելու, բայց հիմա որքան ձեռնտու է մեզ այդ ամենը, գնաց Ալաշկերտը միջև վերջ, գնաց ու կարողացավ բոլոր ճշտերով ու սխալներով աշխարհի ուղարկել գնդակը դարպասը, տեսեք կրկնան պատկերը, այսպես չի լինում, բայց այսպես եղավ։ Իգոր Գաբրիելի դիպավ գնդակը, շեղեց ուղղությունն ու հայտնվեց դարպասում։ Որակորման առաջին փուլը Չեռնոգորիայի Արսենալ Դիվատին հարթեց 1-1 և 6-1 և հիմա առաջին փուլում է Իլոյան և գոլ, հարված և այստեղ հարվածերում, Մասուբու հստակ է, հրացի ժամանակում նա իրացրեց, հարված և այս անգամ եսա, կարելի է ասել, հարված և գոլ, Անչիչ, հարված, գտի և Բեգլարյանն է հարվածում, Գրանադո, այսպես է Գլարյան, հավատում ենք մենք ես, ոչ, գոլա և գոլա, հարված և Պապասկով, Սադոյան, Бегларян против него. И Бегларян вперед! Алашкерт выходит в следующий раунд. Вот, Бегларян самый субъектный вратарь.